Բարի օր սիրելի երոստաթիդող, այսօր պատրաստելու ենք ոսպով բլղորով փիլավ, կամ շատերն ասում են մուժադդարա։ Ինքը շատ հետաքրքիր ձևով է պատրաստում, քանի որ արագ է պատրաստվում, բայց այնքան համով է ու այնքան բարձ բաղադրիչներով է պատրաստվում, որ բոլորիս դանը գա։ Իսկ մեր դանը, այսինքն մեր դաղավարում ունենք մարանիկ, որի հատիկեղենը կամ ցավարեղենը շատ որակյալ է եւ մենք միշտ ուրախ զվարթ պատրաստում ենք այսպիսի ջաշեր։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեր առաջին գլխավոր բաղադրիչը ոսպն է, իսկ երկրորդը մեծ բացեմ ոսպը, մաքրեմ կամ լվանամ ու հետո արդեն բլղուրը։ Սկզբում ոսպը ավելացնում եմ, այսինքն եթե մի Դե ինչ, ոսպը թրել ենք արդեն, բլղուրը մի քիչ հետո ավելացնենք, ստեղ հետաքրքիր բաներ եք տեսնում, հեսա պատմեմ ինչա։ Ստեղ ունենք սոխ, ուրեմն, մենք այս ջաշը, որ պատրաստում ենք ավանդականորեն, պետք է սոխ դաբակենք, բայց ոչ թե նորմալ սոխորած ենք անում, այլ պետք է սոխը խրխտան դարձնենք, այսինքն պետք է դաբակենք ու ինքը դառնա տենց կարիճնիվի կամ սրճակույն ու իրեն խրխտան այդ փլավի վրա տնենք։ Իսկ դրա համար ես արդեն սոխերը կտրատել եմ, բայց ամենակարևորը որ սոխին ջուրը պետքա դուրս հանենք, առաջ որ դաբակենք։ Դրա համար պետքա աղավելացնեմ ու մի քիչ թողեմ մի 10 րոպե, հետո արդեն դաբակեմ, որովհետեւ շատ շուտ ինքը արդեն ստանանք մենք այդ crispy կամ խրխտան սոխերը։ Ավելացնում եմ աղը։ Դե իհարկե մեր համեմունքները բոլորը մարանիկից են, աղիցը սկսյալ, սև բղբեղ, կարմիր բղբեղ, ցավարեղեն, ամեն ինչ, ու մենք շատ գոհ ենք դրանից։ Մի հատ սոխը խառնեմ, որ ամենը աղով ծածկվեն։ Մի քիչ է։ Հիմա մի հատ անցերոցիկ եմ բացում, մի կողմ եմ դնում, որպեսզի ինքը այդ ջուրը դուրս տա։ Իսկ այս սոխերը ես մի քիչ առաջ եմ կտրատել, որպեսզի մինագս լացեմ, ձեր հետ չլացեմ։ Քանի որ մի քիչ 3 հատ 4 հատ սոխ է, գիտեք, այսինքն ինչքան եմ լացել։ Ինչքան էլ ջաշեպեմ, ինչքան էլ պրակտիկա ունենամ, ինչքան էլ խորանամ խոհարարության մեջ, բայց մեկա սոխ կտրելու չլացում եմ, չգիտեմ ոնց անեմ։ Էսի թողեցինք։ Երկրորդ հետաքրքիր բաղադրիչը այստեղ աղցանն է, իսկ այս աղցանը ինքը չրոտ աղցան է, շատ հետաքրքիր է, շատեր հիմա եթե սփյուռքահայեր են նայում ինձ, կարող է հիշեն, որովհետև իմ մեծ մայրս էր պատրաստում, ու ես այսօր ձեր հետ կիսվելու եմ այս բաղադրատոմսը, միջև որ արդեն ոսպը եւ բլղուրը եփի, էսի կկտրատեմ ու կտեսնեք։ Իսկ ամենահետաքրքիր մասը, որ լոլիկը կտրատելու եմ, այսինքն բզդիկ փոփոխություններ արել եմ ես այս աղցանի վրա, բայց ինքը երբ որ աղցան է, ինքը նախ պետքա բաղ լինի, բաղ վիճակով ուտես, ու երկրորդ ինքը սուպի նման է, այսինքն ոնց որ բաղ սուպա, բայց աղցան է։ Ես չգիտեմ, եթե կարողացա բացատրել։ Ուրեմն սկզբում լոլիկն եմ կտրատելու։ Կարող եք ընդհանրապես այս աղցանի մեջ միան ջուրը անել, բայց ես սիրում եմ sense մանր լոլիկներ լինի, դրա համար անպայման կտրատում եմ լոլիկ։ Եվ կտրատում եմ անուխ, անուխը fresh, այսինքն թարմ, եւ չոր, անանուխ եմ ավելացում ու արդեն սխտոր։ Մեկ եթե երեխեքը չեն ուտելու, անշուշտ ավելացնում եմ գծու բղբեղ, մանր։ Այսինքն եթե դուք էսի հիմա նայում եք ու սիրում եք գծու, անպայման գծու բղբեղն էլ ավելացրեք շատ մանր կտրատած։ Հիմա մենք այս լոլիկը կկտրատենք շատ մանր ու արդեն կամաց մեր աղցանը կավակենք, մինչ այդ արդեն ոսպին գնանք ոսպու որտեղ է հասել։ Ես սիրում եմ ընդհանրապես մի հատ ինչ որ ջաշ պատրաստելիս մի կողմից աղցանը պատրաստեմ, մի կողմից խավար պատրաստեմ, օրինակ այնտեղ արդեն մեր տաբակը սպասում է մեր սոխերին, սոխերն էլ արդեն իրենց չրերը դուրս են տալիս ու արդեն կամաց մենք կկարողանանք սոխնել տաբակել։ Ես մի քիչ sense թողեմ, որ լավ ջուրը դուրս տա։ Բուդրբուրոտ սարքեցի։ Բուդրբուրոտ բարը ստեղ եմ սովորել։ Մենք ոսպը արդեն մի հատ ոսպը դրել ենք, բլղուրը դրել ենք, սոխը դրել ենք, որ տաբակվի։ Հիմա արդեն մաքրում եմ մի քանի հատ անուխ, որպեսզի մարացնեմ։ Կարող եմ դերևները հանեմ, այսպես ու մարացնենք։
Այս աղցանը ինքը դրանով է, որ ինքը շատ թարմացնող է ու դից մի քիչ գծվոտ, մի քիչ թթու, մի քիչ գծու, այն սխտորի գծույթությունը կա ու անուխի եւ չորանուխի եւ թարմանուխի թարմությունը։ Դրա համար ինքը այդ փլավի հետ բադարին հետ շատ համով է լինում։ Հիմա ես մի քիչ մանրացնեմ ու ավելացնենք կամած մեր աղցանը։ Իսկ մեր աղցանը կպատրաստենք ու կանցնենք մնացած գործին։ Ավելացնում եմ լոլիկը։ Ավելացնում եմ անուխը։ Քամում եմ գիդրոնը։ Իսկ գիդրոնի վրա ավելացնում եմ լոլիկի ճուրը, աղը, մի թեթև սև բաղբեղը եւ սխտորը։ Լավ խառնելու եմ ու հետո ավելացնելու եմ աղցանի վրա։ Բայց անշուշտ մի քիչ ճուր պետք է ավելացնենք, ոնց ասել էի։ Ու ինքը սառնահամով իրականում այս աղցանը։ Սենց սարը, մանավանդ եթե ուզում եք ամարը պատրաստել, նորեն շատ համով կլինի։ Խառնենք ու սպասենք անհամբեր միջև ինքը դառնա խրխտան։ Դե ինչ խոսք, մեկ լինում է, որ կան մարդիկ, որ առանց միսի որ լինում է ճաշը, ասում են դե համով չէ, համով է, բայց էսի այդ ճաշերից չէ։ Չնայած կարող ենք իր կողքը համով, օրինակ հավով ճաշ պատրաստել, իսկ եթե հավով կարող ենք Զանգեզուրի թրջնամսերից ինչ որ մի բան ընտրել ու պատրաստել, շատ համով կլինի։ Այս ամեն ինչը շատ արագ է դեվում, միան սոխը մի քիչ երկար է դեվում, բայց երևի այս ընթացքում օրինակ ես հիմա կուզեի մի հատ իմ գործընկերներս կոֆե տնեին կամ սուրճ եւ քովը վայելեի սվիթնելայից համովություններ, օրինակ սուջուխ պաստղ եւ վայելեի բահերը։ Միջև մեր սոխերը տապակվի։ Դուք էլ կարող եք շաղեգի նման անել եւ վայելել կյանքը։ Միջև մեր աղցանը արդեն պատրաստ է։ Մի հատ օջարվենք, սավայով 2 հատ ամանգա լվանանք, անուշ հոդի եւ փայլի ու հետ վերադառնանք։ Դե ինձ սիրելիներս, արդեն մեր սոխը տապակվել է վերջապես, մենք բոլոր քաղցրավենիքները կերել ենք, սվիթնելայի կատակ եմ անում, ենքան չենք կերել, քիչ ենք կերել։ Իսկ հիմա փլավը պատրաստ է, մեր ավելցած ցեթի վրա կամ ցեթով կարակի վրա ես ավելացրել եմ ցիտաբտրից հետ, որպեսզի այդ տապակի ամեն համերը վերցնե ու ավելացնեմ փիլավի վրա։ Եվ եկավ բահը մատուցելու։ Ես այսօր այսպես անուշիկ վիճակով եմ տնելու, կաղաբարով չեմ տնելու, դեց տնավարի անուշիկ, բուբուշ, մեջտեղով ու վրան էլ սոխը ավելացնեմ, մա ովքեր որ նայում են սիրտերին գուզե կպատրաստեն։ Մի հատ կնայեն բահրանը, կնայեն արդյոք մարանիգի ոսպուն են, հետո կնայեն մարանիգի բլղուր ունեն, հետո գնային լոլիկը եւ այլն ունեն, սոխը կարևոր է ունեն ու կպատրաստեն։ Ավելացում եմ խրխտան սոխերից, նայեցեք ինչքան լավն է խրխտանը։ Տեսնում եք։ Այս ուտելիքի է սոխը ամենա։ Եներս մեկ վերջապես, մեր սոխերը տապա շատ համով։ Ճիշտ իմ ուզածի պես, ճիշտ իմ մանկության համերով։ Ես երբ որ մանկություն եմ ասում, այսինքն այդ օրվանից սկսել ես սիրահարվել ու մինչև հիմա ես անում եմ, պատրաստում եմ, իմ երեխաներն են սիրահարված, իմ ամուսինն է սիրահարված եւ իմ ընտանիքը միշտ պատրաստում է։ Ու ես ամեն անգամ ուտելուց հիշում եմ ու բահանջում եմ ցեզանից, որովհետեւ դուք էլ պատրաստեք ունենաք հիշողություն, ունենաք համով բահ եւ վայելեք ձեր կյանքը ձեր ընտանիքի հետ։ Բարի ախորժակ, վաղ կհանդիպենք։